Բարև ժողովուրդ ջան։ Երկար ընդմիջումից հետո նորից վերադարձանք։ Ժամանակ չէ լինում նկարեի, հիմա ասացի նկարեմ։ Ուրեմն հիմա երևի շատերի համար հետաքրքիր բան կլինի։ Այստեղ Բելգիայում հատուկ սայթ կա, անունը կոչվում է Too Good To Go, չեմ անում ուրիշ որտեղ կա չկա։ Հայաստանում ինչքան գիտեմ չկա, Too Good To Go։ Ուրեմն այդ ծրագրով տարբեր ռեստորաններ, խանութներ, մթերային իրանց ապրանքները ինչ որ ֆիքս գումարով կարելի ասել, իր իրական գումարից մի քանի անգամ էժան, մինիմում 2 անգամ էժանով տալիս են։ Դրա իմաստը այն է, որ ոնց որ բոլոր ռեստորաններն էլ, խանութներն էլ օրվա վերջում լիքը ապրանքա մնում է ու ուրիշ տարբերակ չկա, այդ ապրանքը պիտի թափեն։ Դրա փոխարեն իրանք արդեն որ գիտեն ավելանալու է բանման, այս սայթի միջոցով ոնց որ վաճառում են էդի, չնչին գումար է, ճիշտն ասած, բայց դե ոնց որ աղբ չի լինում, պլյուս ոնց որ էկոլոգիայի համար լավ է։ Շատ խանութներ ու ռեստորաններ մասնակցում են այդ ակցիային։ Հիմա ես վերցրեցի մի հատ ռեստորանից, ու հետաքրքիրն է, որ դու չգիտես ինչ ես գնալու վերցնես, էլի, ասում է, այսինչ ռեստորանից պիտի գնաս բան վեկալես, այսպես վերցնում ես, բայց դու չգիտես ինչ ես վերցնելու, մի կավոտ մթերային խանութից վերցնես, ասենք 3-4 եվրո է, 4 եվրոն մուծում ես, գնում ես, դե մոտավոր ինքը ասում է իր գումարի ապրանք է տրվելու, բայց դու չգիտես ինչ են տալու, էլի։ Էդի համ լավ, համ է վատ կողմն է, այս ամեն ինչի, որովհետև դու կարող ես քեզ այդ ապրանքը պետք չի, ասենք ունես տուտունը, կամ եթե ուտելու բան է, դու այդ բանը չես սիրում, լավն է որ անակնկալ է, էլի սուրպրիզ է, միշտ հետաքրքիր է, չէ՞, ինչ-որ բան որ սուրպրիզ է լինում, անակնկալ է լինում։ Հիմա ես վերցրել եմ 2 հատ բան եմ այսօրվա համար վերցրել, մի հատ խանութից վերցրեցի, մի հատ էլ ռեստորանից, խանութինը երևի այս վիդեոյի մեջ չի լինում, որտեղ խանութինը երեկոյան պիտի վերցնեմ, հիմնականում խանութինը, ռեստորանին էլ հիմնականում սաղել օրվա վերջն է ամեն ինչը տալիս, ինչ որ ոնց որ ավելանում է։ Հաստատ ժամկետը անցած բան չեն տալիս, ուղղակի ինչ որ ավելանում է, էդ են տալիս հիմնականում։ Հիմա այս ռեստորանինը մինչև ժամը 12-ն է, իսկ հիմա եմ գնում վերցնեմ, երեխեքին վերցրեցին, հակակրած հանեմ դուս։ Իսկ խանութինը երեկոյան ժամը 7:30-8-ի կողմերն ալնելու։ Ինձ որ հիմա գնանք հիմա տեսնենք հիմա գնանք այդ ռեստորանին վերցնենք, կնկարեմ ինչ ենք վերցնելու, ինչ գումարի ու հետո էլ պիտի մտնենք խանութ։ Հետո երևի կնկարեմ։ Brussels low emission zone. Oh bless. Հեռախոսը դրեցի։ Head southwest on Baron J Grandelan. Գնացինք։ Ահա։ Շուտ վանից ես ոնց որ այդ սայթից չէի օգտվել, մի ժամանակ որ նոր է իմացել այդ սայթի մասին, զուտ հետաքրքրության համար բավականին հաճախ օգտվում էի։ Հիմա ոնց որ ագին ժամանակ չի օգտվել։ Այսօր Կիրակի է։ Այսօր Կիրակի է։ Ոնց որ առանձնապես շատ բան չկա անելու, խանութներն էլ հիմնականում փակ են։ Այս ամենակ այդ տատլիմ խանութն է, որի մասին որ մի քանի հատ արդեն վիդեո նկարել եմ, մենակ այդ խանութն է բաց, մեկ է տենց փոքր խանութներ ուրիշ։ Հա, հետ գալուց այդ տատլիմ կմտնենք։ Դեռ էլ մի քիչ կնկարեմ երևի։ Ամենայն դեպս հիմա գնում ենք ռեստորան։ Տեսնենք մեզ ինչ են տալիս։ Դե արդեն այնտեղ հասնեմ կնկարեմ ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, հասանք։ Այ Կիրակի է, այսօր ավտո համարյա չկա պարկինգում, ինչ էլ կա էդի բանա
պրոստը կանգնացրել են, էլի։ Ապստա եկել են ստեղ, այս ռեստորանից պետք է հիմա վերցնենք բան։ Սրա տեղը առաջ ուրիշ ռեստորաններ, էսի նոր է բացվել։ Ուշադրություն չէ էլ դարձրել, 100 անգամ անցել աստով, չգիտեմ երբանից է բաց, բայց գրած է 25 թվականից է աշխատում։ Սպասի Լեո։ Թող։ Արի։ Սպասի։ Երուկը գժվել է։ Երուկ արի ստե դուս են գնում։ Այ գմենքի։ Ոպաս։ Էսա միասին գնանք, թաթիկը դու ճանապարհ անցնենք։ Թող Լեո։ Թաթիկը դու ճանապարհ աստեղ։ Այսա մտնենք, տենանք, ինչան դե չգիտեմ, ներսում նկարեմ, չնկարեմ։ Երևի չան նկարի, արի, Երիկ խելոք մնա։ Հա, այսա գնանք, այդ կոդ կա, այդ կոդը ցույց ենք տալիս, մեր համար որ ապսը կպատրաստեն, կվերցնենք, կգնանք տուն։ Հետո տանը կտեսնենք ինչ են տալիս։ Ցույց կտամ ձեզ։ Երևի ներսը չնկարեմ։ Կամ լավ, ես թեթև։ Նոր ասացին գնաց բերի մերը։ Նորմալով գրածա 15 եվրոյի ապրանք պիտան, ես 4 եվրո եմ մուծը։ Այն ամուծը բերեց։ Ես ժողովուրդ էսի տվեցին, հələ չգիտեմ մեջ ինչա։ Հիմա գնանք նստենք ավտոն, գնանք մտնենք խանութը, եկեք անցումով անցնենք, այդ պստողները դատարկ ելը, նոր բացվան։ Մենք որ ինչ որ դրա մեջ է թարմ է, էլի։ Տեսնենք ինչ է։ Մի քիչ արխային է, որտեղ Լիանը ամեն ինչ ուտում է։ Ես եթե չուտեմ էլ Լիանը կուտի էլի հաստատ։ Լավ դե ժողովուրդ, խանութը կնկարամ մի քիչ։ Հետո էլ տանը արդեն ցույց կտամ ինչ տվեցին մեզ։ Հիմա էլ եկանք տատիմ։ Երկու հատ հացմած առնենք ու գնանք։ Մի րոպե, այստեղ խտացրած կատ կա, ում որ հետաքրքիր է, ես այս սրանք եմ սիրում, շատ համով է, ինչ-որ մեկը չի փորձե, համով է շատ, չէ, դիտեղի կյանք, էտի մեզի պետք չի, դիտեղ, տացած կատ ունենք տունը, սյանից է վերցրեց պապա, գնացինք, հեսա գնանք, հացել առնենք, ստեղ ձուն էլ, կստացի, համար գնով են շատ ծախում, նայք, մի յաչեյկա 9 եվրո, մեծն է էտի, Չէ 6 եվրոյ ալնում, 7 եվրոյ ալնում, հեսա լավաշ վերցրու Լեո մի հատ ստեից։ Հա, հեսա հաց է վերցնում պապան։ Հաց, ուրա, հաց, սպասի։ Հեսա բրնի։ Սպասի Երիկ, սպասի։ Պապան հաց է վերցնում, հետո քեզի կտա։ Մի ձերտո Երիկ։ Հիմա Ոնց հիշում եք անցած վիդեոից։ Հա, համով բայց չի կարելի, խելո։ Հա, չի կարելի, կյան։ Էս սրանք եք վերցնում մեկ։ Օպլաս, մի կտոր պապան հաց տա Երիկին, դել ես ուզում դոլը հաց։ Այն, ուշ մեծ կտոր պապան տվես տես, չկցես, դեկեր համով է։ Կարող է մի հատ է վերցնեմ, այսօր չեմ անում հաց ունենք ուրիշ։ Լավաշ չունենք, լավաշ վերցրեցինք, ուրիշ հաց։ Ապա բե 3 հատ վերցնեմ, 3 հատ վերցնենք, ուտենք։ Չէ, ձերմիտու, թող Երիկ, չի կարելի։ Так, գնացինք։ Գնացինք Լիանը կանաչի էլ է ուզել, կանաչի էլ վերցնենք, ուրա կանաչին։ Լեոն նայ, Երիկին նայի, հեսա ստեղ է։ Կանաչի էլ վերցնեմ։ Հու արա, դե արի ստեղ ժողի։ Են ժողովուրդ, հիմա իրար հետ
տեսնենք մեզ ինչ են տվել, 4 եվրո է մուծած, կնիկարի, 4 եվրո ենք մուծել, ընդհանուր 15 եվրոյի ապրանք կանալի, տեսնենք մեջին ինչ կա Լիհանչուկի համար, ես չեմ ուտի երևի էսի, ինչ էլ սպասի գացենք, ահա, չեմ ամեսի երևի հավա, ինչ-որ բրնձով, էսի լեոն շուր տվեց, սա խարնվավ իրար, լիանատուտի, հաստատ 3 եվրոյից ավել արժի, չէ, եսա պտի որ դեսերտ տնի, եսա միասին ենք դեսերտը ինչա, եսա դեսերտա, Ես նայում եք, բայց այդտեղ էսի մինիմում 3 եվրո է, 2 եվրո մենակ էսի է։ Սա նա մի օգու համար, կուշտ ուտելու համար, բավա։ Ու էլ եմ ասում, որ լրիվ անակնկալ է ինչ ալիների մեջ է, էլի։ Հիմա, արագ թիստան դատլիմից ինչ արամ, 20 եվրո է դատլիմից ավրանք արամ, էսի մեջ արդեն շատ սիրած լիբանական հացերն է, Սրանք 99 տոին գարել, մի քանի հատ ներսորքին, ես խտացրած կաթը շոկոլադով, կակայոյով, ես ամեն ինչին 20 եվրո, եշկա մեկի 70 եվրո էր, եշկա վերքին, Այսօր կանաչին է, Այդքան բան, ժողովուրդ ջան, արդեն դուք ինքներ հետ նայեք այս բանի հետ կապված ինչ եք մտածում արժի 4 եվրո թե չէ, ով որ ամեն ինչ ա ուտում, իր համար երևի դաժե հետաքրքիր կլինի, իր մտքով կարող չանցնի սրանից ինչ որ պատվերի ուտի, իսկ սենց ոնց որ տվեցին, կերար դու եկավ կամ չեկավ, դեսերտներ հետո, ամեն ինչին 4 եվրո, 3.99 Երիք թաթիկով կանես, չէ, չի կարելի, թաթիկով կանես մի հատ, մի արա, խելոք մնա, հատ չի կարելի կետանց, երիկը չավություն անում, հաց ես ուզում, դրանից ես ուզում, հեսա կտա պապան, պաչի կարա տամ, վսյո, հեսա կտամ, ես կանա ժողովուրդ ջան, հույսով եմ հետարիքիր էր, ես թուգո, Եդի մյուս վիդեոյի մեջ էլ ցույց կտամ սովորական խանութից ինչ վերցրեցի այսօր։ Ընդդեից էլ մոտ 12 եվրոյի, 15 եվրոյի ապրանք պիտի տան, էլի 4 եվրո եմ մուծել։ Ընդե արդեն լրիվ, չգիտեմ, այնտեղ հարցականները ինչ կտան։ Խանութում ինչ կա, չկա, կարող է մեջը լինի, էլի։ Այնպես որ հույսով եմ այնպես բաներ կլինի, որ մենք չունենք կամ մենք ուտում ենք։ Այդքան բանը ժողովուրդ ջան, դες լավ մնացեք։ Վիդեոները շուտ կլինեն ավելի, կներեք, մի ամիս համարյա պասիվ։